Մինչև 11-րդ դարը մեր նախնիները երբևէ չեն բախվել հայկական լեռնաշխարհ այլ էթնիկ խմբի լայնամասշտաբ ներթափանցման հետ։ Անշուշտ հայերը եւ միջին ու մերձավոր արևելքի մյուս նստակյաց ժողովուրդներն առաջին անգամը չէր, որ առնչվում էին քոչվորական ներխուժումների կամ արշավանքների հետ։ Այս երևույթի հետ մեր նախնիներն առնչվել են դեռևս ուրարտական ժամանակներից, սկսած սկյութական եւ կիմերական արշավանքներից, վերջացրած արաբական նվաճումների ժամանակաշրջանում Արաբիայի անապատներից դուրս եկած ու տարածաշրջան ներխուժած բեդվինական արշավանքներով։ Որն էր այսօրինակ քոչվորական արշավանքների առանձնահատկությունը։ Նրանք ներխուժում էին, եթե կարողանում էին հաղթել պատերազմում, թալանում էին, իրենց հետ վերցնում էին այն ամենը, ինչ հնարավոր էր տանել ու հեռանում էին։ Հայերը երբեք չեն առնչվել այնպիսի երևույթի, որ քոչվոր նվաճողները մնան հայկական լեռնաշխարհում, բնակություն հաստատեն եւ ազդեն տարածաշրջանի էթնիկ դիմագծի վրա։